Ռուբ յուրաքանչյուր չինովնիկը ու առաքելություն ունեցող մարդը, որպես կանոն, չինովնիկը գոնե իմ տրամաբանությամբ այն մարդն որ առավոտին գնում է գործի 6-ին գալիս է, բայց ինքը կոպիտ աշխատանքի է գնում, այլ ոչ թե իր առաքելություն իրականացնելու։ Պատմության մեջ մնում են առաքելություն իրականացնողները, ընդ որում մենք Հայաստանում եւ Գյումրիում նույնպես առաքելություն ունեցող ղեկավարներ ենք ունեցել, այսինքն Գյումրիի քաղաքապետեր կամ Երևանի քաղաքապետեր, հա։ Հիմա այդ տրամաբանության մեջ հարց է տալիս Ռաֆի Դավթյանը, ասում է, որ եթե 5 տարի անց նայեք ձեր քաղաքապետ եղած շրջանին, ինչն եք ուզում, որ Գյումրիի բնակիչները հիշեն որպես ձեր ամենամեծ ձեռքբերում, որն այն մեծ փոփոխությունը, որ ուզում եք թողնել մեր քաղաքին։ Ես հա տրանսֆորմացնում եմ այդ առաքելության, այսինքն որն է այն առաքելությունը, որը եթե լինի կամ եթե դու դառնաս քաղաքապետ, դու դա պիտի իրականացնես, որպեսզի այդ հոգեկան բավականությունն ու բավարարվածությունը ստանաս։ Գյումրիում շենքերը անուններ ունեն։ Ձիթողցյանցների տուն։ Ձիթողցոնց, այո։ Օժիտի շենք, Գեներալսկի շենք։ Լենինականի քաղաքապետերի կառուցած շենքերն անուններ ունեն, ասում են այս շենքը այս մարդն է կառուցել, այս շենքը այս փողոցը այս մարդն է կառուցել։ Ցեղասպանության հուշահամալիր ստեղծած ղեկավարները զուտ չինովնիկ չեն եղել, իրենք առաքելություն են ունեցել։ Մետրո Երևանի համար կառուցած ղեկավարները զուտ չինովնիկ չեն եղել, իրենք առաքելություն են ունեցել, ու այդպես շարունակ, Ատոմակայան, կարող եմ անընդհատ թվարկել։ Հայոց բանակ ստեղծած ղեկավարները զուտ չինովնիկ չեն եղել, առաքելություն են ունեցել։ Հիմա կարող է մտածեն, ասեն, շատ բարձր ու վեբաներից է խոսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուն։ Բայց ես շատ ամբիցիոզ մարդ եմ։ Ու այդ ամբիցիաներն են նաև, որ իմ ծնողների ինձ տված դաստիարակությունը, այն կրթությունը, որը որ ես ստացել եմ, 2 բու եմ ավարտել, այն կենսափորձը, այն մասնագիտական միջավայրը, որը ինձ դարձրել է այն ինչ որ ես կամ, գումարելով բարոյականության հավատքին ու իմ անսահման սիրուն դեպի իմ քաղաքը, ես ուզում եմ 5 տարի հետո մարդիկ ասեն, որ ապես մյուս քաղաքապետը, եթե Ռուբոյի երազի կողմի 10% չերեց, կարելի է իրան Նիկոլագան հրճագել։